Բարի օր սիրելի հայրենակից, այսօր չորեքշաբթի է և եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Այսօրվա թողարկումը տոնական է, քանի որ մեր եթերը համընկավ դեկտեմբերի 31-ի հետ և մենք որոշեցինք ներկայանալ տոնական ձևաչափով։ Որպես տարվա ամփոփում կկարևորենք այն լուրերը, որոնք ամենակենսականն են մեր պետության, մեր ազգի, մեզանից յուրաքանչյուրի համար։ Կանչեցնենք մեր մաղթանքները մեր պետությանը, մեր ազգին, մեզանից յուրաքանչյուրին։ Այսօրվա մեր տոնական ամփոփումը կսկսի ազգ նախաձեռնության անդամ Էդգար Ներսիսյանը Բելգիայից։ 2025-ը մեծ ձեռքբերումների տարի էր ոմանց համար։ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին Ֆրանսիայի Մարսեյ քաղաքում ձեռք է բերել 3.1 միլիոն եվրո արժողության շքեղ առանձնատուն։ Նույն Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքից ոչ հեռու 17 միլիոն դոլարով դղյակ է ձեռք բերել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կողմից ղեկավարվող Եվրոասֆալտ ընկերությունը 2025 թվականին շարունակեց բազմամիլիոն դոլարանոց պետական տենդերներ շահել։ Սա անձնական ձեռքբերումների մասով։ Իհարկե 2025-ին ունեցանք նաև ճակերտավոր ազգային պետական ձեռքբերումներ։ Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը երկարատև ջանքեր գործադրելուց հետո վերջապես կարողացավ Ադրբեջանից բենզին ներկրել Հայաստան։ Եվ այսօր հայ վարորդներից շատերը շտապում են գնել էժան բենզինը, նպաստելով Ադրբեջանի տնտեսական զարգացմանը, հնարավորություն տալով մեր թշնամուն ավելի շատ զենք գնել մեր դեմ օգտագործելու համար։ Զանգեզուրի միջանցքը կամ ինչպես Դոնալդ Թրամփն է սիրում կոչել Թրամփի միջազգային խաղաղության և զարգացման ճանապարհը, բարեհաջող կերպով հանձնվեց Միացյալ Նահանգներում գործող ընկերությունների կոնսորցիումի, որոնց ռազմավարական կառավարումը կիրականացվի իսրայելական Dor Moria Think Tank-ի և AIPAC լոբբիստական կազմակերպության առաջնորդությամբ։ Չմոռանանք, թե ում շահերն է պաշտպանում Իսրայելը մեր տարածաշրջանում, այնպես որ եթե սա իրականություն դառնա, ապա Ադրբեջանը մեր երկրի տարածքով առանց ստուգման ներկրելու է զենք դարձյալ մեր դեմ օգտագործելու համար։ Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին հատեց 14 միլիարդ դոլարի շեմը։ Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության քանակը մոտ 2 միլիոն է, ապա մեր երկրում ծնվող յուրաքանչյուր երեխա ծնված պահից ունի մոտ 7000 դոլար պարտքի բեռ։ Սակայն հաշվի առնելով, որ շուտով 300,000 ադրբեջանցի է տեղափոխվելու մեր երկիր մշտական բնակության, այդ դեպքում բեռը մոտ 1000 դոլարով կթեթևանա, սա իհարկե հնարավոր կլինի միայն եթե պետական պարտքը նույն անցած տարիների տեմպերով չշարունակի աճել։ Հայաստանը 99 տարով Թուրքիային է զիջում ջրի իրավունքը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է Թուրքիային անվճար տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսները առաջիկա 99 տարում օգտագործելու բացառիկ իրավունքները, շարունակում են թուրքական և ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները։ Նշվում է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավմանն ուղղված համաձայնագրի համաձայն Թուրքիային թույլատրվելու է գետի վրա կառուցել մի քանի ամբարտակներ և հիդրոէլեկտրակայաններ։ Համաձայնագիրը, որը Երևանը դիտարկում է որպես անհրաժեշտ քայլ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար, միջազգային դիտորդների կողմից ընդհանուր առմամբ ընկալվում է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմավարական հաղթանակ։ Վստահ ենք, որ կապսի ջրամբարի ծրագրի տապալումը ՀՀ ներկա կառավարության կողմից հենց սրա համատեքստում է։ Իսկ Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրումը հաջորդել է Բաքվի վերջին որոշմանը, որով թույլ է տրվել ադրբեջանական տարածքով ապրանքների տարանցումը Հայաստան։ Ապրանքներ, որոնց թվում են Ղազախստանից ներկրված 4-րդ կարգի անորակ ցորենը, որը ինչպես նշում են հենց նույն ղազախական աղբյուրները, ամբողջովին անպիտան էր օգտագործման համար։ Ինչպես հետագայում պարզվեց, ցորենի ընդամենը մի մասը օգտագործվեց որպես անասնագիր։ Իրականում այս ամենը Հայաստանի Հանրապետության ներկա կառավարությանը պետք էր PR-ի համար։ Իբր տեսեք, ճանապարհները բացել ենք։ Ճանապարհ, որը Հայաստանի կործանմանն է միտված։ Մյուս Հայաստան մտած ապրանքը ադրբեջանական բենզիններ, որի մասին արդեն խոսել ենք։ Իդեպ, ղազախական ցորենից հետո Ռուսաստանը բարձրացրեց իր ցորենի գինը, որի արձագանքները մենք կլսենք հաջորդ տարի։ 2025 թվականին Հայաստանի ոգեզեն համայնքը ներկայացրել է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի հայեցակարգը։ Կարևոր ենք համարում նշել, որ սա ֆունդամենտալ գործ է իր տրամաբանության և էության մեջ, որը կոչված է ցույց տալ այն մեխանիզմները և ճանապարհները, որոնց միջոցով կարող է հայության ընդհանրական ներուժը ուղղվել հայության առջև ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարմանը։
Մասնավորապես 2025 թվականի սկզբին ավարտվել է համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի տրամաբանության մեջ ձևավորվել է Հայաստանի պահեստազորային համակարգի եւ պահեստազորային ուժերի նախագծերը։ Մշակվել են տարածքային պաշտպանության համակարգի եւ տարածքային պաշտպանության ուժերի ձևավորման նոր մոտեցումները, որպես պահեստազորի բաղադրիչ։ ՀՊԱՀ-ի լիարժեք ծավալման համար ցույց է տրվել, որ անհրաժեշտ է խորքային կերպով փոխել պաշտպանական արդյունաբերության բնույթը եւ ռազմավարությունը, այն դարձնելով պաշտպանական նորարարությունների եւ արտադրության կենսունակ էկոհամակարգ։ Այս ուղղությամբ եւս տարվել են լրջագույն աշխատանքներ։ Զգալի աշխատանք է տարվել Հայաստանի ռազմամարզական կազմակերպությունների զարգացման ուղղությամբ։ Մշակված հայեցակարգը ամփոփել է ոլորտի բարեշրջումը 2020-25 թվականների ընթացքում եւ մատնանշել այն ռազմավարական ուղղությունները, որոնք կարող են ապահովել Հայաստանում ռազմամարզական կազմակերպությունների կայացումը որպես հայկական հանրության առանձին հատված եւ ինքնուրույն դերակատար, հստակեցնելով նրանց զարգացման ուղղությունները, դերը եւ տեղը համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի համատեքստում։ Դուք հավանաբար ուշադրություն դարձրեցիք, որ իմ թվարկած բոլոր զարգացումներում եւ մշակումներում բացակայում է պետական եւ պետություն բառը, որովհետեւ այս բոլոր զարգացումները եւ այս բոլոր մշակումները տեղի են ունեցել հանրության ինքնակազմակերպման եւ ակտիվ ներուժի կիրառման շնորհիվ։ Պատկերացրեք, թե ինչպիսի արդյունքների հնարավոր կլիներ հասնել, եթե սրանում անմիջապես ներգրաված լիներ պետությունը։ Մենք հայերս բավականաչափ հետաքրքիր ազգ ենք, որովհետեւ ի տարբերություն մնացած երկրների, որտեղ նման փոփոխությունները նախաձեռնվում եւ սկսվում են վերևից ազգային էլիտայի կողմից, հայկական իրականության մեջ այս փոփոխությունները նախաձեռնել եւ այս փոփոխությունների իրականացման լոկոմոտիվը դարձել է հանրությունը, շատ լավ գիտակցելով հայության առջև արկա մարտահրավերները։ Բայց նման զարգացումները եւ նման հայեցակարգերը կարող են արդյունավետ լինել եւ իրավիճակ փոխել միայն այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն եւ տեղի ունենա ոչ թե անձերի իշխանափոխություն, այլ ձևավորվի բոլորովին նոր ազգային որակներով պետական իշխանություն։ Ինչու է սա կարևոր։ Որպեսզի գիտակցենք, որ ի տարբերություն ամեն օր էկրաններից թմբկահարվող այն կիսաճշմարտության, որ մենք թույլ ենք, մենք անզոր ենք, մենք չունենք ռեսուրս, իրականում մենք ունենք բավականաչափ ներուժ եւ բավականաչափ կամք, բավականաչափ գիտելիք, որպեսզի պետության եւ պետական լծակների հետ ճիշտ համագործակցելու դեպքում կարողանանք լուծել մեր առջև ծառացած խնդիրները։ Նոր տարին հայերին ու Հայաստանին բերի արթնացում։ Արթնացում, որպեսզի հասկանանք, թե որտեղից ենք գալիս, ինչ ժառանգության տեր ենք, ինչ ենք կորցրել եւ ամենակարևորը, ինչ իրավունք չունենք կորցնելու։ Թող այս տարին լինի սթափության տարի, սթափություն ինքնախաբեությունից, կարճ հիշողությունից, հեշտ պատասխաններից։ Սթափություն ընդունելու մեր սխալները առանց ինքնախարազանման, բայց նաեւ առանց արդարացումների։ Թող Հայաստանը մտնի նոր տարի նոր որակի մտածողությամբ, որակ, որտեղ պետությունը ընկալվում է ոչ թե որպես վերացական մի գաղափար կամ կառավարման գործիք, այլ որպես ընդհանուր պատասխանատվության տարածք, որտեղ յուրաքանչյուր որոշում ունի գին, իսկ յուրաքանչյուր անգործություն հետևանք։ Թող խոսքը նորից կշիռ ունենա։ Թող ճշմարտությունը լինի ոչ թե վտանգավոր, այլ անհրաժեշտ։ Թող աղմուկը տեղը զիջի խորությանը, իսկ ձևականությունը բովանդակությանը։ Թող նոր տարում ու միշտ յուրաքանչյուրը գտնի իր ճանապարհը, ու թող այդ ճանապարհը միշտ բերի դեպի հայրենիք։ Մեր առաջին քայլը պետք է լինի 2026 թվականին Հայաստանի նորանկախ պատմության մեջ իր նախադեպը ունեցող ազգային իշխանության ձևավորումը։ Ազգային իշխանություն ունենալու պարագայում մենք հայերս կկարողանանք ուղղել մեր ողնաշարը։ Չի լինի Զանգեզուրի միջանցք, չենք սպառի ադրբեջանական բենզին, ստիպված չենք լինի ընդունել 300,000 ադրբեջանցիներին, այլևս թշնամուն չենք հանձնի հայկական տարածքներ։ Մեր ջուրը, օդը, արևը եւ հողը մենք կօգտագործենք։ Հայաստանը կդադարի լինել ադրբեջանական ազդեցության գոտի։ Կունենանք ինքնիշխան պետություն։ Ազգային պետության ուղով գնալու պարագայում Հայաստանը 2050 թվականին կլինի ավելի մեծ եւ հզոր։ Իսկ ազգային պետության ուղով եւս 50 տարի ընթանալու դեպքում 22-րդ դար մուտք կգործենք
մեծ հայքի տարածքով եւ 100 միլիոն բնակչությամբ։ Ամեն հայ, լինի Հայաստանում թե Հայաստանից դուրս, պետք է իր գործունեությունը ծավալի հետևելով այս սկզբունքներին։ Ի գործ, կեցցե հայ ազգը, կեցցե մեծ հայքը։ Այս տոնական հաղորդման եթերում սիրելի հայրենակից քեզ հետ էին ազգ նախաձեռնության անդամներ Արփի Թոփչյանը, Աիդե Սիմոնյանը, Ստելլա Հովսեփյանը, Արմինե Խառատյանը եւ Էդգար Ներսիսյանը։ կհանդիպենք 2026 թվականին։ միացիր մեր ազգային հարթակին, սիրելի հայրենակից։ միասին նպաստենք իրական Հայաստանի Լինելիությանը եւ հարատևմանը։